Հայաստանում այսօր բռնապետություն է հաստատվել, մեկ շնչին ընկնող խաղբանտարկյալների քանակով, գուցե մենք արդեն առաջատար երկրներից մեկն ենք։ Գաղտնալսում եմ բոլորին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր մասնակցում են ընտրություններին, գաղտնալսում են զուգարաններում, լողասենյակներում, տանը, աշխատավայրերում, համակարգիչները, հեռախոսները եւ վարչապետի հրահանգով դրանք տարածում են սոցիալական կայքերում։ Գալու է օրը, այդ բոլոր անօրինականությունների համար պատասխան են տալու այն մարդիկ, որոնք կատարել են անօրինական հրահանգները։ Մենք չենք մոռացել այն օրը, երբ որ վարչապետի հրահանգով շրջափակում են դատարանները եւ ծեծում դատավորներին, երբ որ վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պարկացնում են եւ վարչապետի հրահանգով այդ նկարները տարածում են սոցիալական ցանցերում։ Մենք այդ ամենը հիշում ենք, մենք դրանց ետևից գալու ենք եւ բոլոր այդ մարդիկ կրելու են իրենց պատասխանատվությունը, կրելու են պատասխանատվությունը նաեւ սահմանադրական դատարանի անօրինականությունների համար, երբ որ կազմանօրինական կերպով փոխում էին այն դատավորներին, որտեղ բանտեր էին նրանց նստացնում իրենց խղճի համաձայն վճիռները կայացնելու համար։ Մենք գալու ենք բոլոր նրանց հետևից, ովքեր այս շենքում նստած եւ նաեւ մյուս շենքերում նստած անօրինականություններ են իրականացրել։ Անուն առ անուն մենք ձեզ բոլորին հիշում ենք, անուն առ անուն դա գրանցում ենք։ Վստահ եղեք, դուք դրա պատասխանը տալու եք։ Մեր հանրությանն եմ ես կոչով դիմում, մեր հանրությունը պետք է հասկանա, որ այս բռնատիրությունը չի վերաբերում միայն նրանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ։ Այսօր դա վերաբերում է գյուղապետներին ընդդիմադիր, քաղաքապետներին ընդդիմադիր ցուցակներում հայտնված մարդկանց, վաղը գալու են արդեն նաև ձեր բոլորի հետևից, երբ որ բռնատիրական մեքենան սկսում է աշխատել, այդ մեքենան նոր զոհեր է պահանջում։ Մենք դա տեսել ենք Հիտլերի ժամանակ, մենք դա տեսել ենք Չիլիում, մենք դա տեսել ենք Ստալինի ժամանակներում, այդ մեքենան կանգնացնելը շատ դժվար է։ Ես կոչ եմ անում մեր երկրի քաղաքացիներին հասկանալ, որ իշխանությունը պատկանում է իրենց եւ իրենց որոշումն է, որոշման միջոցով է այս ամենը փոխվելու։ Ընտրություններին մասնակցեք եւ աղար շաբաթում եւ մյուս տարի Հայաստանում, որովհետեւ դուք եք որոշելու Հայաստանում լինելու է օրինական իշխանություն, թե բռնատիրությունը գնալով ավելի է խորանալու։